Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, CVKM-ի տաղավարում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին, բարև ձեզ Տիկին Ադամյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Կուզեմ զրույցը սկսենք Գյումրիից, երբ կարծես ընտրությունների ինտրիգը հանգուցալուծվեց, բայց որոշակի մտահոգիչ հայտարարություններ հնչեցին քաղաքապետ դարձած թեկնածուի կողմից, այն է, որ Հայաստանը Բելարուսի օրինակով դառնա միութենական պետության անդամ։ Ինչ դիտարկումներ ունեք այս հայտարարության շուրջ, սա պարզապես հայտարարություն է, թե որոշակի պրոցեսների սկիզբ, որ այսպես կոչված ընդդիմությունը կարող է սկսել, ինչ դիտարկումներ կան։ Երեք ես կարծում եմ Գյումրիին ինչ-որ չափազանց մեծ ուշադրություն է դարձվում թե ընտրություններին, պահով թե ընտրություններից հետո։ Եկեք ի սկզբանե ընդունենք, Գյումրին առանձին պետություն չի։ Գյումրին ընդամենը մեկ քաղաք է, եւ այնտեղ եղել են տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Ավականին ընտրել է քաղաքապետ։ Ոնց եք պատկերացնում, ինչ որ քաղաքապետ, որ երկրի կամ որ երկրի որ քաղաքի քաղաքապետն լինի, կարողանա քաղաքական փոփոխություններ անել։ Չխառնենք տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիաները քաղաքական ֆունկցիաների հետ։ Կրկնում եմ, Գյումրին առանձին պետություն չի եւ Գյումրիում տեղի ունեցել ընդամենը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Բացարձակապես այլ հարց է, թե ինչ հայտարարություններ են հնչում։ Իսկ այդ հայտարարությունները առաջին անգամ են հնչում, այդ հայտարարությունները երբևէ որևէ տեղ չեն հնչել։ 1920-ից հետո կներեք, թվերի հետ որոշակի խնդիր ունեմ։ 20-ից հետո այդ հայտարարությունները առաջին անգամ ինչ որ մեր ականջին հնչեցին։ Ինչի մասին է խոսքը։ Վարդան Ղուկասյանը կարող է Բելարուսի հետ իր մտապատկերում, իր տեսլականում դաշինք կնքել, Ռուսաստանի Դաշնության հետ դաշինք կնքել, բայց ով է նրա հետ այդ դաշինքը կնքելու։ Ես հարմանում եմ, որ ուղղակի ծիծաղելի է այդ ամեն ինչը, ուղղակի ծիծաղելի է քաղաքական գրագիտության տեսակետից։ Կարծում եմ Գյումրիի պատմությունը մեզ բոլորովին ուրիշ դասեր պիտի տա, բացարձակապես այլ դասեր, ոչ թե այն թե ընտրված 20% ձայնով ընտրված քաղաքապետը ինչ է հայտարարում։ Գյումրիի ընտրություններից մենք պետք է եզրակացնենք, իսկ մենք չունենք օրենսդրական բացեր։ Ոնց ենք մենք թույլ տալիս, որ պարբերաբար որոշ անհատներ չունենալով կուսակցություն գնան եւ գնեն կուսակցություն, մեղմ ասած, գնեն այդ կուսակցության կնիքը եւ այդ կուսակցության կնիքով հայտնվեն կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Դա եղել է Երևանում, դա եղել է Գյումրիում, չի բացառվում։ Հերթական համապետական ընտրություններում դա նորից կրկնվի, օրենսդրական խնդիր է, լուծելու ենք այդ խնդիրը, չենք լուծի, այ բախվելու ենք այսպիսի իրավիճակների եւ դա ակնհայտ է։ Ամենայն դեպս արդեն թե նախորդված, թե կրկնված։ Եվս մեկ խնդիր, իրականում Գյումրիում հաղթեցին ոչ թե, ինչ ասեմ, կոմունիստները, թեպետ Վարդան Ղուկասյանի ընտրացուցակում դժվար է որևէ կոմունիստ գտնել իրենից բացի, իսկ ինքը կոմունիստ է չէ, անկեղծ ասած ես չգիտեմ։ Հաղթեցին ոչ թե կոմունիստները, այլ հաղթեցին աշխատատեղերը։ Մարդիկ չգնացին ընտրեցին Վարդան Ղուկասյանին իբրև նորահայտ սուրբ։ Մարդիկ գնացին ընտրեցին Վարդան Ղուկասյանին էլ, Մարտուն Գրիգորյանին էլ որպես իրենց գործատու։ Այս պարագայում նախկիններից ստեղծած աշխատատեղերը հաղթեցին գործողների չստեղծած աշխատատեղերին, սա է բանաձևը։ Եվ այս բանաձևը վստահաբար գործելու է նաև համապետական ընտրություններում, եթե ոչինչ չձեռնարկվի։ Կա նաև երրորդ դասը։ Եկեք հաշվի առնենք, թե ընտրություններին գյումրեցիների որ մասը մասնակցեց։ Ակնհայտորեն մեծամասնությունը մնաց տանը, չգնաց եւ չմասնակցեց իր քաղաքի ավականու, հետեւաբար նաեւ քաղաքապետի ընտրությանը։ Ինչու՞։ Դե վերջին տարիներին բոլոր ընտրություններին է կարծես քիչ մասնակցությունը Երևանում էլ քիչ եղավ։ Շատ վատ ցուցանիշ է։ Հիմա դուք ինձ իհարկե կարող եք վերել եվրոպական փորձը, որտեղ մունիցիպալ ընտրություններում ընդհանրապես ընտրողները նվազ մասնակցություն ունեն,
Դա հենց այդպես է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է Երևանում կամ Հայաստանում այդ փորձը պատճենենք։ Մենք հակառակը պետք է պարզենք, ինչու այդ մարդիկ չեն գալիս ընտրության եւ ինչ անենք, որպեսզի նրանք գան ընտրության։ Գիտեք, եվրոպական երկրներ կան, որտեղ ընտրությունը պարտականություն է, չես կարող օրենքով դու պարտավոր ես գնալ եւ ընտրել, չգնաս, չընտրես, պատժվելու ես։ Պատասխանատվություն է ենթադրում։ Ես իհարկե հասկանում եմ, որ կա մարդու իրավունքներ, ժողովրդավարություն եւ այլ ամեն ինչը միանշանակ կա, բայց արդյոք մարդը, որ պետությանը ներկայացնում է իր իրավունքները, չպետք է ունենա նաեւ պարտականություններ այդ պետության առաջ։ Սա էլ է իրավունքի հարց։ Եվ ես կարծում եմ, որ 2026 ընտրություններին մենք պետք է թե Գյումրիում, թե այս ընթացքում տարբեր մարզերում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, այդ արդյունքների քաղաքական, իրավական եւ բարոյական նաեւ դասերը մեզ համար 2026-ին պարտադիր հաշվի առնենք, եզրակացություններ անենք ու հաշվի առնենք։ Ինձ համար այդքանով Գյումրիի պատմությունը ավարտվում է։ Կպաշտոնավարի Վարդան Ղուկասյանը, թող գյումրեցիները իրենց ընտրությունից քաղեն ակնկալած արդյունքները։ Հասարակության մեսիջի տեսանկյունից կուզեի նաև հարցնել, մի կողմից նաև ձեր կուսակցությունը ձեռնամուխ եղավ Հայաստանի եվրոինտեգրման այս գործընթացին եւ օրենքահավանության արժանացավ նաև խորհրդարանում, Հայաստանը գնում է քաղաքակիրթ աշխարհի ճանապարհով սրանով, մյուս կողմից էլ միութենական պետություն է մեսիջների տեսանկյունից հասարակության ուղղված ինչքանով վտանգավոր կհամարեք։ Բացարձակապես չեմ համարի վտանգավոր, որովհետև եթե եվրոինտեգրման, Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու համար ստորագրել է 60,000 եւ ավելի քաղաքացի, եթե սոցիոլոգիական հարցումներով Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելուն կողմ է 58,000, կներեք 58%-ը, ապա ինչի մասին է խոսքը, ինչ որ մեկը վերեկենում եւ խոսում է միութենական պետության մասին, հետո ինչ, ինչ է դա փոխում, կրկնում եմ, խնդրում եմ, հորդորում եմ, ոչ միայն ձեզ, բոլոր լրագրողներին, մի ֆետիշացրեք Վարդան Ղուկասյանի այդ հայտարարությունները, այդ հայտարարությունների լավագույն արձագանքը պետք է լինի անտեսելը, որովհետեւ դրանք Վարդան Ղուկասյանի իբրև քաղաքապետ մակարդակի լուծելիք խնդիրներ չեն, բացարձակապես այլ է խնդիրը այստեղ, բացարձակապես մի պայմանավորեք դա Վարդան Ղուկասյանով, այդ խնդիրը իր առաջ դրել է Ռուսաստանի Դաշնությունը, կոնկրետ Ռուսաստանի Դաշնությունը, կոնկրետ Ադրբեջանի Հանրապետությունը եւ այդ խնդրի անունը հիբրիդային պատերազմ է, հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության դեմ, հասնելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակի իջեցմանը, ի վերջո հասնելու Հայաստանի Հանրապետության իբրև պետություն, մեղմ ասած ենթարկեցմանը Ռուսաստանի Դաշնության իբրև հերթական ծայրագավառ 89-րդ դաշնային սուբյեկտ։ Վարդան Ղուկասյանը դա բացարձակապես կապ չունի։ Այստեղ Վարդան Ղուկասյանները դառնում են Կրեմլի վկաներ, դառնում են գործիք Հայաստանի Հանրապետության դեմ, միջին վիճակագրական հայի դեմ ու պետության դեմ, իրենց հիբրիդային պատերազմի զինվորիկներ, շարքային զինվորիկներ, գեներալներ չեն, գեներալները նստած են Կրեմլում, գեներալները նստած են Բաքվում։ Եկեք իրավիճակները հստակ ախտորոշենք, որպեսզի կարողանանք այդ ախտը բուժել։ Այդ ախտը մեր մեջ է, մեր ներսում։ Կարճ կոչվում է Կրեմլի վկաներ կամ 5-րդ չարասյուն։ Պահպանելու ենք այդ 5-րդ չարասյունի գոյությունը։ Հանդուրժելու ենք, որ մեր ներսում անվերջ գործելու են տրոյական ձիեր։ Ամբողջ խնդիրը դա է։ Տիկին Ադամյան, իդեպ միայն Վարդան Ղուկասյանով իհարկե այս խնդիրը չի, Հայաստանում մյուս ընդդիմադիր ուժերը, որոնք նաև խորհրդարանում են ներգրաված, չեն զիջում իրենց թե հայտարարություններով, թե քաղաքականությամբ, մենք տեսանք ինչպես ընդունեցին Եվրամիության անդամակցության այդ օրենքի նախագիծը, ինչպիսի քննարկումներով եւ այլն։ Սա ձեր կարծիքով խնդիր չէ 2026-ի ընտրություններին ընդառաջ օրերս էլ Սերժ Սարգսյանն էր հայտնի ելույթում արդարանում էր ԵՏՄ-ի անդամակցության հետ կապված, իբրև դա մեկ գիշերվա որոշում չէր եւ այլն, ինչ է սա նշանակում ձեր կարծիքով։
Իսկ ինչ պիտի նշանակի։ Եթե մարդիկ ունեն որոշակի խնդիր, եթե մարդիկ գործում են որոշակի հրանգով եւ դա ոչ մեկի համար վաղուց գաղտնիք չի։ Ի վերջո 20-20-ից հետո փողոց դուրս եկած ուժերը չկարողացան փողոցում որևէ հաջողության հասնել, տեսեք քանի առաջնորդ փոխեցին, բայց որևէ հաջողության չկարողացան հասնել, թե աշխարհիկ, թե հոգեվոր։ Հիմա ինչ պիտի անի Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում անելու համար։ Կոնկրետ ինչ պիտի անի։ Այն պարագայում, երբ որևէ մեկին դա չի հաջողվում փողոցում։ Մնում են ժողովրդավարական ընտրությունները։ Մնում են ժողովրդավարական ընտրություններով հաջողության հասնելու տարբերակը։ Սա է հիմա դրված Տիտղոսային ընդդիմության խորհրդարանական Տիտղոսային ընդդիմության առաջ։ Իդեպ այս խնդիրը Տիտղոսային ընդդիմության առջև դրված էր եւ 2021-ին, բայց 2021-ին ժողովուրդը գնաց եւ ընտրեց քաղաքացիական պայմանագրի։ Արդյոք 2026-ին ժողովուրդը կգնա եւ կընտրի քաղաքացիական պայմանագրին։ Ես կարծում եմ, որ եթե գնաց եւ ընտրեց, ամենայն դեպս չի ընտրելու այդ նույն համամասնությամբ, որովհետեւ եթե նախկինում գործում էր, որպիսի ռոբասարժականները չգան ընտրում ենք Նիկոլին սխեման, հիմա այդ սխեման այլևս նույն ուժգնությամբ չի գործել, որովհետև այս ընթացքում ակնհայտորեն ասպարեզ է եկել այնպիսի մի ուժ, կառուցողական ուժ, որը ռոբասարժականների հետ ընդհանուր որևէ, ինչ ասեմ, ընդհանուր հայտարարի երբևէ չի կարող գալ, որովհետև իր համար գերագույն արժեք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն է, իսկ նրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանի մակարդակով բազմիցս դրել են կասկածի տակ, միանշանակ այստեղ կոմպրոմիսի հարց չի կարող լինել, ասպարեզ է եկել մի ուժ, որը տարիներ շարունակ քննադատել է գործող իշխանության վարած տնտեսական քաղաքականությունը, որը քննադատել է գործող իշխանության վարած արտաքին քաղաքականությունը, որը պարբերաբար ցույց է տվել, թե գործող իշխանությունը ինչ քայլեր պետք է աներ տնտեսության զարգացման համար։ Եվ դա եղել է բովանդակային հիշեցնելով իր տնտեսական հեղափոխության խոստումը, եւ այդ քննադատությունը եղել է ոչ միայն բովանդակային քննադատություն, այլև եղել է քննադատություն, որը զուգորդվել է առաջարկություններով, կոնկրետ առաջարկություններով, հանքահունքային ոլորտի գործարկման, ջրային ռեսուրսների կառավարման, Հայաստանի Հանրապետության տարածքում կոնկրետ Մեղրիում մոդուլային ԱԵԿ-ի շահագործման։ Դրանք եղել են բացարձակ թվերով, ամրագրված մեխանիզմներով առաջարկներ։ Առ այսօր դրանցից որևէ մեկը չի կատարվել, եւ եթե ասենք գործող իշխանությունը մասնավորապես վարչապետը սիրում է հատիկ առ հատիկ նշել ինչ է արվել այս ընթացքում, նույն սիրով մենք կարող ենք հատիկ առ հատիկ թվարկել, թե ինչ չի արվել այս ընթացքում, որը պետք էր արվել, որը անհրաժեշտություն էր, որովհետև առ այսօր, երբ տարածաշրջանում գործում է ոչ պատերազմ, ոչ խաղաղություն սկզբունքը, ազգային անվտանգության խնդիրը դրվում է առաջին կետում, իսկ ազգային անվտանգության ապահովման համար մենք թիվ 1 երաշխավոր ունենալով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, կրկնում եմ, թիվ 1 երաշխավոր ունենալով Հայաստանի Հանրապետության ազգային բանակը, չենք կարող ամբողջ բեռը դնել բանակի վրա, որովհետև անվտանգությունը համակարգ է։ Անվտանգությունը միայն զենքը չի, անվտանգությունը միայն զինվորը չի, անվտանգությունը համակարգ է։ Եվ այդ համակարգը ներառում է թե պարենային անվտանգությունը, թե էներգետիկ անվտանգությունը, թե ժողովրդագրական անվտանգությունը, որը մեր պարագայում խիստ կարևոր խնդիր է, թե կրթությունը եւ ամենակարևորը տնտեսությունը։ Իսկ մենք ռեալ տնտեսություն, տնտեսության ռեալ սեկտոր համենայն դեպս քաղաքացիական պայմանագրի իշխանության անցած տարիներին չենք ձևավորել, մենք տնտեսության կառուցվածք չենք փոխել, մենք բյուջեի կառուցվածք չենք փոխել, մենք մնացել ենք շինարարության եւ սպասարկման ոլորտի երկիր, այսինքն այն քաղաքականությունը, որը տասնամյակներով վարել են Հայաստանի Հանրապետության ամբողջ ռեսուրսը Ռուսաստանի Դաշնության ոտքերի տակ դրած Ռոբերտ Քոչարյանը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը վերջին հարվածը մի գիշերում մաքսային միության մեջ մտնելով հարվածը Հայաստանի Հանրապետության Սերժ Սարգսյանը։ Սերժ Սարգսյանը, որ դա մեկ գիշերվա որոշում չէր եւ այլն։ Գիտեք, Սերժ Սարգսյանը այդ մասին 2013-ից մինչև հիմա է խոսել, այնպես չէ որ Սերժ Սարգսյանը առաջի անգամ էր այդ մասին խոսում։
Բայց ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը ոչ թե փորձում է արդարանալ, այլ Սերժ Սարգսյանը փորձում է ասել, որ ինձ իզուր եք մոռացել, ես վերադառնալու եմ։ Եվ նրա ՀՀԿ-ի 35-ամյակին նվիրված այդ հոբելյանական միջոցառման ճառը վերադարձի ճառ էր։ Եկեք հիշենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները պերմանենտ վերադարձի սինդրոմ ունեն։ Այո։ Իսկ հաջողության հնարավորություններ կան, թե հասարակությունն օրինակ այդ նույն նախկինների առաջին դեմքերից գոնե հոգնել է։ Ձեր կարծիքով հենց իրենց դեմքերով կլինի այդ վերադարձը, թե ինչ որ ուրիշ տեխնացուների։ Եթե վերադարձը իրենց դեմքերով լիներ, ես կարծում եմ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը, որ լայնորեն ներկայացված էին Գյումրիի ընտրություններում, կարող էին իրենց դեմքերով մասնակցել, բայց նրանք նախընտրեցին ռեբրենդինգը։ Հիմա եթե կարող են այդ ռեբրենդինգը անել, եթե իմաստ տեսնում են, ես կարծում եմ, որ մասնավորապես Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ իրավունքը ունի։ Բայց Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ տեղի ունեցավ շատ, ինչ ասեմ, իմ գնահատականով ամենայն դեպս ինձ համար շատ ցավալի պատմություն։ Եկեք հաշվի առնենք, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում թիվ 1 կուսակցությունն էր։ Եվ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այո շատ մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացում առ այն պահը, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանվեց Վազգեն Սարգսյանը, Հանրապետական կուսակցության ղեկավարն էր այդ ժամանակ։ Վազգեն Սարգսյանից հետո Հանրապետական կուսակցությունը գնաց բոլորովին այլ ճանապարհով, բացարձակապես այլ ճանապարհով։ Այդ ժամանակ Հանրապետական կուսակցության համար Հայաստանի Հանրապետության անկախությունը դադարեց թիվ 1 եւ անսակարկելի եւ անկորնչելի արժեք լինել։ Հանրապետական կուսակցությունը գնաց հարմարողականության կոնֆորմիզմի ճանապարհով։ Դա է ամբողջ խնդիրը։ Դա է ամբողջ խնդիրը։ Ես դա շատ մեծ ցավով եմ ասում, թե Անդրանիկ Մարգարյանի վարչապետության եւ Հանրապետականի նախագահության տարիներին, թե առավել եւս Սերժ Սարգսյանի։ Գիտեք, տրամաբանական էր, եթե որ Սերժ Սարգսյանը հրաժարականից հետո կարող էր հրաժարվել նաեւ Հանրապետական կուսակցությունից, որովհետեւ Հանրապետական կուսակցությունում միշտ եղել են եւ հիմա էլ կան շատ բանիմաց, շատ խելացի եւ ինչու ոչ շատ հայրենասեր մարդիկ, որոնք պարզապես կաշկանդված են իրենց ժառանգությամբ, որոնք կաշկանդված են իրենց կուսակցության գործած սխալներով, որոնք հնարավորություն չունեն հիմա այդ սխալները շտկել։ Ու դա Հայաստանի Հանրապետության կուսակցական համակարգում, ինչ ասեմ, կուսակցական համակարգում տեղի ունեցող տարտղնված վիճակի, կուսակցական համակարգում տիրող վիճակի նաև ախտորոշում է։ Որտեղ Հանրապետական կուսակցությունն էլ եմ ասում, եղել է եւ կարող է լինել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իր խոսքը ասող կուսակցություն, եթե իհարկե վերանայի իր գաղափարախոսությունը, որովհետեւ եթե դու խոսում ես կամ քեզ համար պայծառ կերպար ես ընտրում Նժդեհին, դու նվազագույնը պիտի այդ Նժդեհին հասկանաս, ոչ թե ցիտես, այլ հասկանաս։ Պարզապես այն ինչ խորհրդարանում է տեղի ունենում, իհարկե ոչ հանրապետական պատիվ ունեմի դեմքով, հեռու է նշած ձեր Եվ արդյոք այս մեկ տարվա ընթացքում ինչ-որ բան կարող է փոխվել, մենք ոչ մի քննադատություն, բացի դավաճ անթուրք ռետորաբանությունից չենք տեսնում։ Հողատու, որոնակ հողատու, գիտեք, իմ ասածն էլ հենց դա է, կուսակցությունը խնդիր ունի վերաիմաստավորման, եթե ուզում է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ իր խոսքը ասել, եթե հույս ունի վերադարձի։ Որտեվ անվան փոփոխություն ինչպես բազում այլ կուսակցությունների հետ է եղել, եթե օրինակ երկիրը այո, ժամանակին փորձեց, եթե փորձենք հետահայացնել, բազում կուսակցություններ փոխել են թե իրենց ղեկավարներին, փոխել են թե իրենց անունները, բայց չեն փոխել իրենց գաղափարախոսությունը, չեն փոխել հայրենիքի ընկալման։ Հայրենիքի ընկալման իրենց արժեվ դրված նպատակը։ Գիտեք, խոշոր հաշվով հիմա բոլոր կուսակցությունները բաժանվում են երկու մասի։ Խոշոր հաշվով, եթե վերցնենք բաժանարար գիծը, կարմիր գիծը, ինչպես հիմա հաճախ են ասում, կուսակցություններ, որոնք Հայաստանի Հանրապետության, որոնց համար Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետությունը սուբյեկտ է,
ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ եւ կուսակցություններ, որոնք ընդհանրապես նման մանր-մունր խնդիրների վրա ուշադրություն չեն դարձնում, որոնք իրենց հրահանգները ստանում են Ռուսաստանից եւ համարել, նախկինում էլ համարել, հիմա էլ համարում են, հետագայում էլ համարելու են, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսությունը, Հայաստանի Հանրապետության ժողովրդագրությունը, Հայաստանի Հանրապետության սահմանները, ընդերքը, տիեզերքը, չգիտեմ, չեղած ծովերն ու ամեն ինչը Ռուսաստանում պետք է որոշումներ ընդունել, Ռուսաստանը պետք է որոշի ինչ անել։ Դա է ամբողջ խնդիրը։ Ժողովուրդը ում է գնալու ընտրի։ Ժողովուրդը գնալու է ընտրի իր ստերկությունը, թե ժողովուրդը գնալու է ընտրի իր տեր լինելը։ 26-ի գլխավոր խնդիրը կարծում եմ դա է, բայց գլխավոր խնդիր լինելուց բացի 26-ին պիտի նաև ժողովուրդը գնա ու պատասխանի հարցին։ Ինքը շարունակելու է անվերջ լսել մենք ձեզ խաղաղություն ենք բերելու, մենք ձեզ խաղաղություն ենք բերելու, թե գնալու է ընտրեն ուժին, որ այդ խաղաղությունը չի դարձնում խաղաղության համաձայնագրով պայմանավորված իրողություն, այլ դարձնում է գործողություն, կոնկրետ գործողություն։ Այն է դուրս գալ հապկից եւ ռազմաքաղաքական համաձայնագրեր կնքել ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Եվ այդ երկրների բերած անվտանգությունը այստեղ լինելու է նաև ներդրումներ, տնտեսության զարգացում, իսկ փողի հետևից միանշանակ գալու է անվտանգությունը։ Բազում այսպիսի հարցեր կան, որոնք կարծում եմ այլ առիթով հնարավոր կլինի արձարծել։ 26 թվականի ընտրությունների արդյունքների կամ ընթացքի վրա ինչ ազդեցություն կունենան արտաքին քաղաքական զարգացումները, ես խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումն եմ մասնավորապես ուզում մեջ բերել եւ այս համատեքստում հնարավորություն կա գուցե իրականացնել նաև սահմանադրական բարեփոխումներ, որի մասին վարչապետը խոսում է, պարզապես տեխնիկապես չգիտենք դա երբ տեղի կունենա, այս ամեն ինչը ինչ ազդեցություն կունենա ձեր կարծիքով ընտրությունների արդյունքների։ Շատ շնորհակալ եմ ձեզ այդ հարցի համար, իսկապես շատ շնորհակալ եմ, որովհետև սովորաբար արդեն ընդունված պրակտիկա է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունները դիտել միայն Հայաստանի Հանրապետության ներսից եւ չգնահատել այն վիթխարի աշխարհակաղակական փոփոխությունների հնարավոր դրական ու բացասական ազդեցությունները Հայաստանի Հանրապետության վրա, չգնահատել Հայաստանի Հանրապետության նշանակությունը տարածաշրջանում, աշխարհում, աշխարհի ազդեցությունը տարածաշրջանի երկրների վրա։ Թերևս 3+3 ձևաչափ այս դրա համար ստեղծվել է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ Վրաստանն էլ, որը այդպես էլ չմասնակցեց եւ չի էլ մասնակցելու ինչպես անդադ հայտարարում են Վրաստանի իշխանությունները, Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան մնան պարփակվեն տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունների արտաքին քաղաքական սխալներից մեկն էր 3+3 ձևաչափին մասնակցությունը, որովհետև 3+3 ձևաչափը մեզ համար սոց տեղեկատվական նշանակություն կարող է ունենալ եւ այն բոլոր հարցերը, որ մենք ունենք այդ երկրների հետ, մենք կարող ենք լուծել երկկողմ ձևաչափով, բացարձակական հրաժարություն չկա մասնակցել մի ձևաչափի, որտեղ մեր խոսքը կամ մեր օրակարգը, կոնկրետ մեր օրակարգը ոչ մի ազդեցություն չունի։ Մենք կարող ենք հրաշալի հարաբերություններ ունենալ Իրանի հետ, մենք արդեն իսկ հարաբերվում ենք որոշակի մակարդակներով Թուրքիայի հետ եւ վերջին հաշվով մենք ունենք ռազմավարական, այսպես աննկարագրելի դաշնակից Ռուսաստան, ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Այսօր այդ ֆիկտիվ ձևաչափեր պահպանելը ես կարծում եմ սխալ է։ Իսկ Հայաստանի Հանրապետության ընտրությունների վրա ինչ ազդեցություն կունենան աշխարհակաղակական իրադարձությունները։ Դեռ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները այնպես են, որ բոլորի եւ ամենքի վրա են ազդում։ Նախ Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է թե ինչ ընթացք եւ ինչ ավարտ կունենան ռուս-ուկրաինական պատերազմը։ Շատ կարևոր է։ Մեզ համար շատ կարևոր է, որ Ուկրաինան հնարավորինս անկորուս դուրս գա այդ պատերազմից, թե տարածքային, թե մարդկային, թե բարոյական, թե քաղաքական առումով։ Մեզ համար դա գերկարևոր է, որովհետև բոլոր դեպքերում այս պարագայում մեզ շատ ավելի հոգեհարազատ ոչ թե Ռուսաստանն է, որը հարձակվել է Ուկրաինայի վրա եւ հիմա իր բոլոր լրատվամիջոցներով քարոզում է, որ մենք չէինք հարձակվում, Ուկրաինան էր մեզ վրա հարձակվում, մենք ընդամենը պաշտպանվում ենք։ ՆԱՏՕ-ն բերել էին մեր սահմանը։ Այո, ոնց պաշտպանվենք։ Մեզ համար գերկարևոր է թե ինչպես կզարգանան
Իրան-ամերիկյան հարաբերությունները։ Հնարավոր պատերազմի սցենար, այո։ Ես կարծում եմ, որ պատերազմ բոլոր դեպքերում Իրանի եւ Ամերիկայի միջեւ չի լինելու, բոլոր դեպքերում չի լինելու, որովհետեւ դա չի բխում ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, ոչ էլ բնականաբար Իրանի շահերից։ Սա միակ շահագրգիռ կողմ կարող է լինել Իսրայելը։ Միակ շահագրգիռ կողմ կարող է լինել Իսրայելը, բայց Իսրայելն էլ չի կարող դրդել Ամերիկայի Միացյալ Նահանգներին ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար արձակվել Իրանի վրա։ Հիմա այդ ժամանակները չեն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընկերությունն է առավել եւս Շիկայի նախագահով, որ բոլոր միջոցները, այլ միջոցները ունի իր նպատակներին հասնելու համար կրակելուց առաջ ու կրակելուց հետո։ Ես կարծում եմ, որ այս բանակցությունները, որ սկսել են Օմանում եւ շարունակվելու են Հռոմում, իդեպ Հռոմը շատ կարեւոր է, շատ կարևոր ընտրություն է, այլ դա նշանակում է Եվրոպայի ներգրավում այս բանակցություններում, ոնց ուզում եք վերցեք, այո, Օմանը մնում է միջնորդ, բայց ներգրավում է նաև Իտալիան, այսինքն Եվրամիությունն է, դա գերկարևոր նրբերանգ է այս բանակցություններում։ Ես հուսով եմ, ես համոզված եմ, որ այս բանակցությունները առաջինը Օմանում, երկրորդը Հռոմում, դեռ երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ էլ կլինի, բայց կհասնեն հաջողության։ Իրանին կհաջողվի հանել պատժամիջոցները, Ամերիկայի Միացյալ Նահանգներին էլ կհաջողվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ինչ-որ պայմանավորվածության գալ, որպեսզի այդ միջուկային ծրագիրը չվերածվի միջուկային զենքի։ Դա բխում է երկու կողմերի շահերից։ Հետո գիտեք, այստեղ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների Իրան հարաբերությունները չեն, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ Բայդենի օրոք, իսկ Տրամպի օրոք առավել քան շեշտակի իր համար արտաքին թիվ 1 մարտահրավեր համարում է Չինաստանին։ Իսկ մինչև Չինաստան հասնելը այդ 245% գուցե մինչև մենք այս հարցազրույցը անում ենք արդեն 345% դարձած մաքսատուրքերով հարցը չի լուծվում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է Միջին Ասիան։ Ամերիկայի Միացյալ Նահանգներին պետք է ճանապարհ։ Դեպի Եվրոպա ճանապարհ, Միջին Միջանցք։ Իսկ այդ Միջին Միջանցքի ճանապարհին Ամերիկայի Միացյալ Նահանգներին նաև Իրանն է պետք։ Ու սա արդեն ակնհայտ է։ Ես կարծում եմ, որ Իրան, Հնդկաստան, Հայաստան այդ տարածքները Ամերիկայի Միացյալ Նահանգների համար այնպեսի կարևորություն ունեն, որ որքան էլ Ռուսաստանի Դաշնության բոլոր քարոզիչները միասին վերցրած իրենց այստեղի տեղական կատարածությունները միասին վերցրած առավոտից իրիկուն վախեցնեն Մեղրի Միջանցք, որքան էլ որոշ ինչ ասեմ, քաղաքական ուժեր պնդեն, որ նոյեմբերի 9-րդ կետը մեզ համար ամենահուսալի պաշտպանությունն է, ու եթե հանկարծ մենք այդ կետից, ինչ ասեմ, Աստված չանի հրաժարվենք այդ կետից, հաջորդ օրը սկսելու է ահեղ դատաստանը, դա սուտ է, պարզապես քաղաքական շահարկում է, սուտ է։ Նոյեմբերի 9-րդ կետը մեր փրկությունը չի։ Եվ ընդհանրապես նոյեմբերի 9-րդ կետը 2020-ի պատերազմից հետո որևէ ձև, որևէ նպատակ, որևէ իմաստ չուներ հրադադարի համաձայնագրի հետ, հրադադարի հայտարարության հետ։ Հանրապետություն կուսակցությունը արդեն նոյեմբերի 10-ին է այդ մասին հայտարարություն արել։ Եվ առ այսօր մենք հենց այդ կարծիքը մեզ համար մնում է, մենք պաշտպանում ենք մեր տեսակետը։ Դա պատերազմի հետ կապ չունեցող կետ է։ Ավելին դա բացահայտում է, թե ինչու սկսվեց պատերազմը նաև։ Իսկ խաղաղության պայմանագրի ազդեցությունը այդ մասին էր նաև հարցը, ինչ հնարավոր ազդեցություն կունենա ձեր դիտարկմամբ մեր հասարակությունը ուզում է այդ խաղաղությունը, թե ոչ, ինչպես են մատուցվում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն մեր հասարակության, արդյոք ընդդիմությունը ձեր նշած նաև խոսքի սկզբում 5-րդ շարասյունը սրան այլ ձևակերպումներ, այլ աստար չի տալիս։ Ես դժվարանում եմ ընդհանրապես որևէ հասարակություն, որևէ երկրում գտնել, որ խաղաղություն չի ուզում, իհարկե մեզ պետք է խաղաղություն, իհարկե խաղաղությունը մեզ համար անհրաժեշտություն է, խաղաղությունը անհրաժեշտություն է զարգացման համար, ներդրումների համար, բայց արդյոք խաղաղության համաձայնագիրը բերելու է խաղաղություն։ Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև Ադրբեջանը պայմանագրունակ երկիր չի, որովհետև Ադրբեջանի շահերից այս պահին չի բխում խաղաղության համաձայնագիր կնքելուց հետո խաղաղություն պահպանել։ Սա միանշանակ է եւ այնուամենայնիվ ես կարծում եմ մեր կուսակցությունը գտնում է, որ խաղաղության համաձայնագիրը մեզ համար գերկարևոր է եւ բոլոր հնարավոր տարբերակներով մենք պետք է հասնենք խաղաղության համաձայնագիր կնքելուն, բայց զուգահեռ մենք պետք է անենք Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը
տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման անհրաժեշտ քայլերը։ Սա մեկ, ինչ վերաբերում է սահմանադրական հանրակրվեին։ Դե հանրապետություն կուսակցությունը ի սկզբանե հայտարարել է, որ իր համար խորհրդարանական կառավարման մոդելը ընդունելի չի։ Մենք գտնում ենք, որ եթե տեղի է ունենում սահմանադրության փոփոխություն, մենք պետք է վերադառնանք նախագահական կառավարման, որովհետև խորհրդարանական կառավարման մոդելը իրեն մեր երկրում ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում, այս կուսակցությունների, կուսակցական համակարգի կայացվածության պայմաններում իրեն չի արդարացնում։ Եվ այո, որևէ մեկի համար գաղտնիք չի, որ Հայաստանի Հանրապետությունը նախագահական կառավարումից խորհրդարանական մոդելի անցավ, սոսկ մեկ խնդիր լուծելով Սերժ Սարգսյանը փակում էր Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ճանապարհը։ Հիմա արդյոք այդ խնդիրը մենք էլի ունենք, ու արդյոք մենք սահմանադրություն խորհրդարանական մոդելը պահպանելով ինչ ենք պահպանում, ինչ ենք մենք դրանով ուզում։ Գիտեք, այս խորհրդարանական կառավարման մոդելը սահմանադրության մեջ Պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի, գերագույն գլխավոր հրամանատարի փոխհարաբերությունների անորոշությունները նաև 2020-ի պարտության պատճառ դարձան։ Այդ անորոշությունները, որովհետև Սերժ Սարգսյանի գրած սահմանադրության մեջ ամեն ինչ շատ հստակ էր։ Սահմանադրությունը գրվում էր որոշակի կադրերի համար։ Այդ կադրերը հեռացան, մնացին թերի անկատար հոդվածները, որոնք խառնում էին լիազորությունները, որոնք ստեղծում էին անորոշ վիճակ։ Խաղաղության ժամանակ դա ընդունել էր, պատերազմում դա մեզ հարվածեց։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ես մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ CVKM-ի տաղավարում հյուրընկալել է Հանրապետություն կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանին։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։